Այսպես լայն ժպիտով են նրանք միմյանց ընդունում։ Հունգարիայի վարչապետի հետ հանդիպմանն էլ Ալիևը սպառնացել է հայերին, ասել է վաղ թե ուշ Հայաստանը կհամաձայնի Ադրբեջանի պայմաններին։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար երկու պայման է առաջադրվել։ Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի այդ պայմաններին։ Ալիևի այցի նախօրեին էլ Ադրբեջան էր ժամանել Հունգարիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ Գաբոր Բիորիոնդիի գլխավորած պատվիրակությունը եւ տեղեկություն եղավ, որ նրանք այցելել են Բաքվի ռազմական կառույցներ, նաեւ հատուկ ջոկատայինների ստորաբաժանումներից մեկը։ Հունգարիան եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել դեռևս 2014 թվականին։ Սա այն երկիրն է, որ ժամանակին հայ սպային կացնահարած Սաֆարովին արտահանձնեց Բաքվին, այնիշ նա դատարանի որոշումով ցմահ պատիժը Բուդապեշտում պիտի կրեր։ Չուշացավ հետաքննական տեղեկությունը, որ Սաֆարովը հենց այնպես Ադրբեջան չգնաց։ Բաքվից Բուդապեշտին $7 միլիոն հասցնողը հենց նույն ընկերությունն է եղել, որը $29 միլիոն էլ կերակրել էր իտալացի падգամավոր ԵԽԽՎ պատվիրակ Լուկա Վոլոնտեին։ Իտալացին Միլանի դատախազության քրեական գործով կաշառակերության համար 4 տարի գնաց ճաղերի հետևը։ Հիմա Բունդեստագ։ Այստեղ մեկը չէ, որ ռեժիմով աշխատավարձ ստանալու պես կաշառվել է Բաքվից։ Էդուարդ Լինթներ, Աքսել Ֆիշեր, Կարին Շտրենց ցանկը ամբողջական չէ։ Նրա սիրտը պայթեց ինքնաթիռում, երբ իմացավ, որ կաշառքի գործով խուզարկել են տունը, ամառանոցը։ Նրանք հիմա էլ գերմանական դատախազության խոշորացույցի տակ են։ Գերմանացի իրավապահները ֆիքսել են Մարկ Հաուփթմանն ու իր շատ կուսակիցներ ծախվել են Բաքվին ու զբաղվել նրանց լոբինգով։ Բերլինում Ադրբեջանի դեսպանատնից է նրանց գրպանը գնացել հազարավոր դոլարներ հօգուտ Բաքվի աշխատելու համար։ Մարդիկ ստացել են փող, գորգեր, նվերներ, կաշառվել են մարմնավաճառներով, ամենով ինչով հնարավոր է։ Ես ցնցված էի։ $30 միլիոն էր հայտնի խավիերային դիվանագիտության պորտֆելը։ Սկանդալը պայթեց Եվրոպայի կենտրոնում։ Mark Hauptmann sein Mandat abgegeben. Էդուարդ Լինթներն 5 այլերից է 33 տարի Բունդեստագի անդամ է եղել։ 10 տարի առաջ է հայտնվել հետաքննողների աչքի առաջ։ Մի քանի ընկերություն ունի, որոնք ֆինանսավորվել են Ադրբեջանից։ Աշխատասենյակը գերմանացի իրավապահները խուզարկել են։ Մեղադրվում է Բաքվից €4 միլիոն կաշառք ստանալու համար։ Ինչ է կարել 4 միլիոնը։ Շատ հնչեղ է, բայց գրասենյակ ենք վարձել, սարքավորումներ գնել։ Մեղադրանքը սակայն սարքավորումներ գնելու մասին չի ասում։ Նա Բաքվի փողը բաժանել է գերմանացի մյուս լոբիստներին։ Աքսել Ֆիշերը գերմանական կենտրոնական ֆիգուրներից էր Եվրոպայի խորհրդում։ Գերմանական պատվիրակության ղեկավարն էր, նաև Հայաստանի հարցով համազեկուցող է եղել։ Իրավապահները կասկածում են, որ նա էլ է փող ստացել Էդուարդ Լինթներից։ Ձեր խիղճը մաքուր է։ Այո, իհարկե։ Մյունխենի դատավարության ընթացքում սակայն 80-ամյա քաղաքական գործիչը բնավ խղճի մասին չի խոսել։ Պատմել է, խոստովանել, որ Ալիևի վարչակազմից կաշառք է վերցրել։ Ասել է Ադրբեջանի կառավարությունը վճարել է իրեն, ձևակերպել է, թե իր կարծիքով նման լոբինգը գործնականում ամենուրեք է։ Մինչև դատարանը որոշի Լինթների ու նրա ճակերտավոր գործընկերների ճակատագիրը, ԵԽԽՎ-ն արգելել է նրանց մուտքը։ Եվրոպայի խորհուրդ ոտք չեն դնի։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։